Շիրակի պետական համալսարանը մարզում միակն է, որ բարձրագույն կրթությամբ մանկավարժական կադրեր է ապահովում, իսկ հանրակրթության համար կարևոր մի շարք բաժիններում մի քանի տարի շարունակ դիմորդներ չեն ունեցել։ Խնդիրը վերաբերել է պահանջված կամ հեղինակավոր շատ մասնագիտությունների ևս։ Բուհական ընդունելության այս տարվա դիմորդների քանակն անհամեմատ շատ է ստացվել։ Դիմելիության ցուցանիշը գերազանցել է նախորդ տարիներին։ Մենք նաև անընդհատ հետազոտում ենք պահանջարկը, ինչպիսին է մասնագիտությունների պահանջարկը, ինչպիսի ենթադրյալ թիվ կարող ենք ունենալ մեր շրջանավարտների շրջանում, անցկացնում են մենք հատուկ ունենք բաժինը հարցումներ է կատարում մարզի միջնակարգ դպրոցներում, ավագ դպրոցներում եւ այդ բոլորի արդյունքում, ինչպես նաև նախորդ տարիների ունեցած արդյունքների հիման վրա մեր մասնագիտությունները հայտարարագրում են։ Այս տարվա համար մանկավարժական բուհը 20 մասնագիտություն է հայտարարագրել անցած տարվանից 2-ով պակաս։ Այս տարի չեն բացվի դեղագործական քիմիա եւ լրագրություն բաժինները։ Ընդհանուր նախատեսված է 261 տեղ, դրանցից անվճար է 79, մնացածն ու շատը վճարովի տեղերն են։ Հայտագրվել է 361 դիմորդ, ըստ այդմ մի քանի բաժիններում մրցույթ սպասում են։ Անցած տարիներին բնակիտական հոսքերի մի շարք բաժիններում նույնիսկ դիմորդ չեն ունեցել։ Այս տարի պատկերը փոխված է այդ բաժինների համար կրթաթոշակ սահմանելու արդյունքում։ Այսինքն մենք ՊՏՃՄԿ-ով սկսում ենք ունենալ դիմորդների աճ։ 5 տեղի համար մենք հայտարարել ենք 5 տեղ 9 դիմորդ ունենք, ինչը շատ ուրախալի է։ Մրցույթ ունենք պատմությունում 22 տեղի համար 31 դիմորդ։ 29 տեղի համար անգլերենում 35 դիմորդ։ Հաստատված տեղերի քանակից ավելի դիմումներ է ընդունել նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկ համալսարանի Գյումրիի մասնաճյուղը։ Հայտագրված 6 մասնագիտություն ունեն, հատկացված տեղերը 85 է, որից 50-ն անվճար, վճարովիներից ավելի։ Թեև պոլիտեխնիկական բուհի պատասխանատուները նախատեպերը հաշվի առնելով նշում են, դիմորդների քանակը միշտ չէ, որ կանխորոշում է ընդունվողների թիվը, բայց կարևոր է, որ դիմորդները մասնագիտության ընտրության հարցում ավելի կողմնորոշված են։ Ես նկատել եմ, որ կային ժամանակներ, երբ 200-300 հոգի էր դիմում, բայց դիմորդների մոտ 30-40%-ը կտրվում էին։ Հիմա կտրվում են դիմորդների 10-15%-ը, դիմորդները ավելի կողմնորոշված եւ պատրաստված են։ Բնակիտական եւ ճարտարագիտական մասնագիտություններ ունեցող բուհի վճարովի թե անվճար տեղերի համար այս տարի 113 դիմորդ է հայտագրվել։ Այստեղ էլ դիմորդների թիվն ավելացել է, նախորդ տարվա համեմատ 20-ով ավելին է։ Ռեկորդային աճ ունենք տնտեսագիտություն մասնագիտությամբ, այնտեղ մենք ընդամենը 7 տեղ ունենք եւ 13 դիմորդ, գրեթե 1-2-ին մրցույթ է, ինչպես տրադիցիոն լինում է տեղեկատվական տեխնոլոգիաներում է մրցույթ է բավականին դրական աճի դինամիկայով էլեկտրոնիկա սինոպսիս մասնագիտությամբ, մյուսները նույնպես բոլորը մրցույթային վիճակ է։ Պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում հայտագրված մասնագիտությունների թիվը չի փոխվել, դրանք մնում են 4-ը, 4-ն էլ համարվում են պահանջված շուկայում։ Տնտեսագիտական մասնագիտություններում ամեն տարի տեղերի համար մրցույթ կա։ Բուհի ղեկավարը վերջին 7 տարիների վիճակագրությունն է նշում, Ժող ինստիտուտում դիմորդների թվի դինամիկ աճ կա տարեց տարի։ Նախորդ տարի մենք ունեցել ենք 156 դիմորդ, այս տարի մենք ունենք 199 դիմորդ։ Այսինքն արդեն մոտենում ենք 200-ի շեմին եւ թերևս պետք է արձանագրեմ, որ մեր բոլոր 4 մասնագիտությունները մրցութային են, բոլոր մասնագիտություններում արդեն 4-րդ տարին անընդմեջ մենք ունենք մրցույթ։ Գյումրիի 3 պետական բուհերում դիմորդների թվի ավելանալը տրամաբանորեն կապված է ոչ այնքան շրջանավարտների թվաքանակի հետ, որքան ստեղծված մրցակցային հավասար պայմանների։ Հանրապետության պետական բուհերում վճարովի ուսուցման համակարգում տեղերի քանակն է կրճատվել, փոխարենն ավելացել են անվճար տեղերը։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղը մրցույթից դուրս մնացած, բայց դրական միավորներ վաստակած դիմորդներին այս տարի հնարավորություն է տալիս սովորել հեռակա։ Թափուր տեղերի մասին խոսք գնալ չի կարող, բայց այսուհանդերձ, եթե ուսանողը դրական գնահատական ապահովի, ինքը նաև այդ գնահատականներով իզորու կլինի նաև ուսումնառությունը կազմակերպել հեռակա ուսուցման համակարգում, որը մենք ունենք։ Գյումրիի 3 բուհերը միասին 673 դիմում են ընդունել, ինչը նախորդ տարվանից ավելին է 25-ից 30%-ով։
Մարզից շատ շրջանավարտներ դիմում են երևանյան բուհերի, ինչպես նաև լայն է ասպարեզը միջազգային բուհեր դիմելու։ Իսկ վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բուհեր են դիմում դպրոցն ավարտողների կեսից ավելին։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։